Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Փաշինյանը կպարտվի ու կլինի պատերազմ, թե Փաշինյանը կպարտվի ու չի լինի պատերազմ։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններ Արևմտյան Հայաստանում, ինչի համար է սա կազմակերպված։ Ալիևը խոսել է Զանգեզուրի միջանցքի իրականացման հստակության մասին։ Փեզեշքյան Ալիև նոր բարեկամություն լի սիրային տողերով։ Ամեն դեպքում ինչ ամպեր են կուտակվում Հայաստանի վրա։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ խոսելու եմ պայծառատես էքստրասենս Կարեն Ափոյանի հետ։ Նա բացառիկ ինֆորմացիայով եկել, մնացեք մեզ հետ։ Ես տեսնում եմ այդ օրը։ Տեսնում եմ, ռեալ տեսնում եմ, այդ շանսը տեսնում եմ։ Ապագայի ծրագրերի մեջ ստեղ ուժեղ ղեկավարի էներգիա է գալի ու ես Հայաստանում անպայման։ Հայաստանում ուժեղ ղեկավար է գալու։ Անպայման, ես չգիտեմ ոնց է գալու, երբ է գալու, բայց ես այդ իրանց ծրագիրն եմ տեսնում, sense պարզ թղթի վրա տեսնում եմ ինչ կետեր են դրված ու ինչ ժամկետներով մոտարապես։ Հիմա կոնկրետ մեր վրա աշխատում են ուժեր, տեսիլքներով, որոշակի երազներով եկել էր։ Ու դա եղավ։ Ալիևը ինքը պատրաստ չի, հիմա չի ուզում երկարատև մտնի պատերազմի մեջ մեր հետ։ Չի կարա։ Կորուստներ ենք ունենալու, եթե նման բաներով տարվենք։ Անպայման, որովհետև ես ինչքան ստուգում եմ, ցավոք էներգետիկան մեր Հայաստանը գտնվում է հոգեվարքի մեջ, կոկորդներին է կանգնելու։ Այսինքն դա ենթադրում է, որ իշխանափոխություն է լինելու։ Միանշանակ։ Այսինքն ինքը կանգնելու է դատարանի առաջ, այդ երբ կլինի, ոնց կլինի, ինքը չի մարսելու այս ամեն ինչը։ Թշնամի պետությունը, կոնկրետ Ադրբեջանը արեստացինը, ինքը պիտի պատժվի ոչ թե միայն մեր ձեռամբ, մերին հետո հերթը քասնի, որ մենք այդ անենք։ Գալու է այդ օրը, ես վստահ եմ, որովհետև ժամանակ է պետք։ Բարև ձեզ, պարոն Ափոյան։ Բարև ձեզ, Արեգ ջան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք եւ հատկապես գրեթե 6-7 ամսից ավելի է ինչ չենք հանդիպել։ Ձեր պաշարը ինֆորմացիոն ես վստահ եմ, որ շատացել է եւ տեղեկությունները ել ավելի։ Շնորհակալ եմ հրավերի համար, Արեգ ջան։ Շատ բան կա ասելու, բայց միևնույն ժամանակ մի հատ այնպիսի էներգետիկ վիճակ է, որ ոնց որ քիչ բան դե ասվի էլի։ Սենց ասեմ, ձեր ներկայացրած հարցերի հետ կապված իրականում պետք է հարցին ավելի շատ ես ուզում եմ էզոտերիկ տեսանկյունից նայել, որովհետև ոչ թե ինչ-որ վերլուծություն անել, ենթադրություններ անել, այլ էզոտերիկ առումով, որովհետև այսինքն հիմա շարունակվում է այն տենդենսը, որ ես կամ տարբեր մասնագետներ, հատկապես ես իմ ոլորտով վաղուց զգուշացնում էի, որ ասում են սրանից վատ էլ ինչ։ Հասկանա՞ք, այսինքն հիմա զուտ էներգետիկ առումով էլի մենք ուշացրել ենք շատ բաներ ու գնում ենք էլի անկում։ Մենք պետք է մեղավորներ ման չգանք, այսինքն մեր գիտակցությունը ժողովրդի պետք է հստակ տարանջատի շատ կարևոր բաներ, դրույթներ, որովհետև հիմա ապագայում թե ինչ կլինի մեր երկրի ապագայի հետ, մեր հողերի, մեր տարածքների վերադարձնելու կամ կորուստների ամեն ոք պետք է գիտակցի, որ այդ պարտականությունը իր ուսերին է, ուզի չուզի, ամեն մեկս մեր ձայնով, մեր խոսքով, մեր ներկայությամբ, մեր գիտակցությամբ պատասխանատու ենք դրա համար, բայց մենք չենք ուզում այդ ընկալենք, զգում ենք մեղավորներ փնտրում ենք, չգիտեմ, ամերիկացու մեջ, ռուսի մեջ, ադրբեջանցու մեջ, Թուրքիայի մեջ, այսինքն հերիք է այդ ամեն ինչը մի հատ sense, հերիք է այդ ամեն ինչը, պետք է թողենք, մենք մեր խնդիրները իրական խորքային կարողանանք sense առերեսվել, որպեսզի ճիշտ լուծում տանք, որովհետև եթե զուտ դիտարկում անենք, Հայաստանը գտնվում է հոգեվարքի մեջ, եթե այդ ձևակերպումով տանք, էլի շարունակվում են, տեսեք նախընտրական ինչ-որ բաներ են, դեռ չի սկսվել։ Ներողություն, ձեր նախորդ մտքի մեջ մի բառ առանձնացրեցի՝ կորուստներ։ Ուզում եք ասել, որ կորուստներ ենք ունենալու, եթե նման բաներով տարվենք։ Անպայման, որովհետև ես ինչքան ստուգում եմ, ցավոք էներգետիկան մեր ազգի պաշտպանության, մեր գենոֆոնդի զորավոր էներգետիկան հա սեղմվում է, հա կործանվում է, հա արժեքները ոնց որ ասած արժեզրկվում են,
մենք թե ֆիզիկապես, թե հոգեպես, թե գենետիկ, թե բարոյապես գնում ենք ավելի քայքայման։ Հիմա այդ process-ն է։ Հիմա այս բան ով էլ գա, որպես հաջորդ, քանի մենք դեռ այս գիտակցությանն ենք, շատ բան չի փոխվի։ Անկեղծ եմ ասում, չթվա թե այս ընտրությունները Հայաստանը միանգամից դուրս կբերի այդ վիճակից, բայց նույնը վերարտադրվելով ավելի է վատանալու, ես կարող եմ ասել։ Հստակ եմ, որովհետև ներկայի իշխանությունների թողած հետքը թշնամի պետությունների համար հզոր խաղաքարտեր կան, որոնք որ իրենք բռնցրել են որպես պարտվողի քաղաքականություն, պարտվել ես, պետք է զիջես ու այդպես ոնց որ փոքրանաս։ Իսկ եթե արդեն գալիս է ինչ-որ X1-ը, կապ չունի, ես չեմ ասում, թե ով կա դաշտում, իրանք ասենց իդեալական էսեական երկիր են փրկելու, չէ, ես չեմ դուք տեսնում եք դաշտում, որ կա մի ուժ, որ կարող է փրկել։ Ներկայիս այն ուժերը, ովքեր որ առաջադրված են, չէ։ Չկա։ Չէ, անկեղծ չկան։ Էլի գնում է, այդ ցավը ինչու՞մ է, որ գնում է, էլի խնամի ծանոթ բարեկամ ձեն հավաքել սրա մարդը նրա մարդը ընտրակա, այսինքն այդ էներգետիկան է պատտվում, ոնց որ եղել է միշտ ընտրություններին նախորդ մեր, չգիտեմ, 30 տարվա մեջ։ Այսինքն այդ էներգետիկան է գալ, իսկ այդտեղից լավ ոտ չի գալի։ Այսինքն այսօրվա ներկա իշխանությունը եւ այն ուժերը, որոնք կան, որոնք փորձում են առաջադրվել եւ ընտրություններին մասնակցել, ոչ ոք ի վիճակի չի փրկել այս վիճակը։ Չէ, ոչ ոք ի վիճակի չի փրկել, բայց որոշակի բաներ կարող է կանխվեն, որ ոնց ասեմ, կործանումը արագ տեղի չունենա։ Հասկանա՞, այսինքն զուտ էներգետիկայով ես տենց եմ, կապ չունի, այսինքն ստեղ նայեք, էլի ժողովուրդը ենթարկվում է որոշակի մանիպուլյացիայի ու տերորի։ Այսինքն ես չեմ տեսնում որևէ առողջ միտք, հստակ նպատակ, հստակ ծրագիր, գործողություն, որը մարդուն առաջադրում է ժողովրդին, ասում է, «Էս է իմ հստակ ծրագիրը, եթե ես գամ, էս կոնկրետ հարցերը, բացի նյութական, բացի տեխնիկական հարցերից, բացի ինչ-որ ֆինանսական դրանք էլ են կարևոր, բայց երկրի փրկության համար ռեալ, ոնց ասեմ, հայրենասիրական այդ, ոնց ասեմ, այդ պոտենցիան չկա։ Էլի խաղեր են գնում, ես այդ էներգիան զգում եմ, անպայման, ես այդ զգում եմ։ Այսինքն էլի վերարտադրողական, էլի փոխանցումների կամ ինչ-որ ձևական բաների ալիք է գնում ու այդ տեսնելու եք, ինչքան առնետաբասկեր են տեղի ունենալու, մեկը մյուսի հետևից է ընկնելու, նոր բացահայտումներ, այսինքն կեղտոտություն, որը ժողովրդին ավելի է մոլորեցնելու։ Այսինքն ժողովրդին գցելու են ավելի վատ ընտրության առաջ, վատի ու ոնց որ ավելի վատի։ Հիմա ինքը արդեն հիասթափվում ասում է, կարող է չգնամ էլ ընտրության, մեկի շատ բան չի փոխվի։ Եթե խորանում ենք, իրականում դենց է, որովհետև այսինքն ոնց ասեմ, այսինքն իրենք ասոցացվում են շատ բաներ նախկինների հետ, ներկայի իշխանությունը այդ օգտագործում ասում են նախկին, այլ ուրիշ բան չկա։ Օրինակ կան առողջ ուժեր, որոնք որ ներգրաված չեն հիմա ընտրություններին, առողջ անհատներ, մտքեր, իրականում կա այդ պոտենցիալը, որը ինչ-ինչ պատճառներով ժողովուրդը դեռ չի հասցրել լավ ճանաչել, դեռ չի վստահում, կամ չգիտեմ, ինչ-որ բան խանգարում է, որ իրանք կան առաջի պլան, որ այդ հանդաղ process է։ Այսինքն Հայաստանը հիմա ով էլ լինի, ասենց ոնց ասեմ, մենք այնքան բացեր ենք տվել, թե դիվանագիտական, թե ամեն առումով, որ այդ բերել գոնե 0-ի, որ էլ չտանք, չկորցնենք, այդ արդեն մեծ բան է, որ գա մեկը գոնե կարողանա կանխի, որովհետև եթե, այսինքն հիմա կոնկրետ մեր վրա աշխատում են ուժեր, այսինքն որը գաղտնիք չի այդ բոլորիս համար էլ Թուրանից այդ մեծ Թուրանի ծրագիրը այդ ուժերը կոնկրետ տարբեր լծակներով աշխատում են, որ այդ ծրագիրը իրականանա։ Այդ իրենց վերջին բաղձալի երազանքն է, որ վերջնականապես հայերին զրկեն անկախություն, իրական սահմաններ ունենալու, ոնց ասեմ, կենսական անհրաժեշտությունից։ Հիմա մենք կանգնած ենք այդ կենսական բանի վրա, բայց շատերը իրականում քնած են, ոչ թե քնած են, քնած չեն, իրանց շային են նայում։ Համեմատվում են, իրանց շային են նայում, այսքան միլիոն ունի, բա ես էլ այսքան ունեմ ուզում ունենամ։ Այսինքն էլի գալիս ենք նյութապաշտություն, էլի հոգևորը չկա, հոգևորը ավելի է ճնշվում,
հոգևորների մեջ էլ մի հատ պետք է իրական հոգևոր, ոնց ասեմ, արտնացում լինի, որը կիսատ մնաց, ես տենց եմ համարում, որ մի հատ ալիք է լավ, որ պետք է ավելի լիներ ու հոգևորով դիմակրվենք, եթե մենք հոգևոր դաշտով մենք մեզ չփրկեցինք, ոչ ոք մեզ չի կարա փրկի։ Պարոն Ափոյան, լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստանա, ասաց երկրի գլխավոր առաջնորդը։ Սա ինչ էր։ Նայեք, ասենց ասեմ, մի բառով մանիպուլյացիա։ Մեկ, ասեմ, իմ ընկալմամբ, էլի, առաջինը Ալիևը, այդ կոչվածը, ինքը պատրաստ չի հիմա, չի ուզում երկարատև մտնի պատերազմի մեջ մեր հետ։ Չի կարա։ Երկարատև պատերազմ պլանավորված չի իր կողմից։ Բայց որպես հերթական անգամ ինչ-որ բան նվաճելու առումով ու մեր մեջ վախը սերմանելու, տեղ վախի իմիտացիան է։ Այսինքն մենք կոպիտ ասած կուտը կուտենք, այդ վախի կվախենանք, վայ ես էլ տանք, այն կկվի պատմությունն է, ես մի ձակն էլ տամ, մենակ դեռ ես սաղ մնամ, էլի, կոպիտ ասած գոնե մի ձակին փրկեմ, չէ։ Որովհետև Ադրբեջանը աչք ունի մեր Սևանի վրա, հիշեք, որովհետև համաշխարհայինով ու տարածաշրջանով ջրի խնդիր է կրիզիսային, ինքը ձգտելու է, որ Սևանից օգտվի ապագայում, ես հստակ ասեմ, ձգտելու է ու հասնելու է իր նպատակին, եթե մենք թույլ տվեցինք, որ վերարտադրվի հիմիկվա էներգետիկան, իշխանությունը, գաղափարախոսությունը, իշխանություն գաղափարախոսությունը, կոնկրետ ծրագիրը։ Սա լցվելու են լիքը այլազգիներ, տարբեր խաժումաժներ, որոնք որ մեզնից շատ իրավունք են ունենալու։ Ես ռեալ ասում եմ, սկզբում գյուղերում կոնկրետ ծրագիր է դրված, ոչ թե ես քուշակում եմ, ոչ թե sense կանխատեսում եմ, այդ ինֆորմացիան գալիս է, բնականաբար այդ զգացողությունները գալիս են, բայց ես այդ իրանց ծրագիրն եմ տեսնում, sense պարզ թղթի վրա տեսնում եմ, ինչ կետեր են դրված ու ինչ ժամկետներով մոտարապես։ Ես չեմ վախացնում, ես ասում եմ ռեալ, որ ասում եմ էլի զիջվելու է, էլի տրվելու է, էլի պատերազմ լինելու, սա ասում եմ, չէ, պրծանք, Արցախն է տվինք պրծանք, էլի ինչ, չէ, շատ բաներ, որ ասում եմ ախորժակը մեծացել է, դրա համար այդ է վտանգավորը, որ մենք չենք հասկանում, որ դանակը ոսկորից էլ անցել է, էլ տեղ չկա, իսկ մենք ընկածենք, չգիտեմ, ինչ-որ մանր-մունր բաների վրա շեղվելով, ով ինչ կերավ, ով ինչ խմեց, ով ինչ ասեց, ով ում այդ գրազ եկավ, այդ ես նայում եմ, ողբում եմ, որ նույժել մարդիկ այդ գիտակցություն ունեն, որոնք որ ոնց ասեմ, ասենց իրանց խոսքում հանրության դեմ ինչ որ ճղճին բաներով են զբաղված, ազգը կորցնելով, մենք ճղճիմության հետևից ենք ընկել։ Ամեն դեպքում ինչ է նշանակում կամ մենք կամ պատերազմ։ Չէ, այդ կոնկրետ սենց ասեմ, ինչ հաղորդագրություն է կրում իր մեջ ընտրություններից առաջ։ Դե ես ասացի կոնկրետ մանիպուլյացիա վախի քարոզ բնականաբար։ Դե այդ ռիսկը պատերազմի պատերազմի չէ, հարցակվողական էլի բանի միշտ էլ եղել է ու դեռ կա, նենց չի որ այդ ռիսկները անցել է։ Ես էլ սենց հարց եմ դնում, բա այս քանի տարի ինչի համար է պայքարվում, որ խաղաղությունը ուր է։ Եթե Բայց չմոռանանք նաև, որ ընդամենը օգոստոսին 2025 թվականին հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք 99 տարվա պայմանագիր, որով ապահովել է Հայաստանի, այսպես ասած, գոյատևումը։ Հետո ասում են, որ պատերազմ սեպտեմբերին։ Սա ինչ էր, որ դեպքում են մեզ խփել, որ օգոստոսին են խփել մեզ 25 թվականի, թե 26 թվականի սեպտեմբերին երկուսն խփել են, նայեք սենց ասեմ։ Ես ասել եմ ու կասեմ, որ շատերը ոգևորվել էին գոնե, միջանց կլինի, խաղաղություն կլինի, Ամերիկան կգա այդ թրիպի ծրագիրի, ես ինչ ես ասում եմ, ես չեմ տեսնում այդ ծրագիրը ակտիվ աշխատի ապագայում։ Սուտ է թրիպի ծրագիրը։ Ոչ թե սուտ է, չի իրագործվելու։ Չգիտեմ, սուտ է ինչ է, գրված է թղթի վրա, բայց չի իրագործվելու, որպես որ գրված է։ Այդ կարա Ադրբեջանը, Թուրքիան, այդ տանդեմը օգտագործի ավելի Նախիջևանը հզորացնելու, այսինքն այդ ծրագիրը ուղղված է վերջում Հայաստանը զավթելու։
Ով չի հասկանում, ինքը ուղղակի, չգիտեմ, անմեղ է, որ Լավ, եկեք ձեզ հստակ հարց տամ, պարոն Ափոյան։ Եթե հունիսին ընտրություններում իշխանությունը Փաշինյանը չհաղթի, պարտվի, պատերազմ լինելու է թե ոչ։ երկարատև ռեալ պատերազմ չի լինելու։ Բայց լինելու է ինչ որ պատերազմ։ Պարտադիր չէ։ Սադրանքը դաժե, այսինքն sense ասեմ, չէ։ Ավելի քիչ հավանական է լինի, քան ինքը անցնի։ Ապա այս դեպքում Փաշինյանին որտեղից այն տեղեկույթը, որ եթե իրենք չանցնեն, կոնկրետ նշված է, նշում են, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ։ Ինչու սեպտեմբեր։ Եկեք խնդրում եմ որպես պայծառատես կենտրոնանանք ամսվա վրա, սեպտեմբեր։ Հետո հաջորդ հարցերս կբխի դրանից։ Ինչու սեպտեմբեր։ Այն էլ աղետաբեր։ Ես sense եմ հասկանում։ Այդ ուղակի խոսք է։ Չկա դրա տակ կոնկրետ հիմք, ես sense եմ զգում։ Իսկ ինչու սեպտեմբեր։ Կապ չունի։ Այդ որ ժամանակ կա, էլի իբր ոնց որ իրան ժամկետ են տվել, ես չգիտեմ։ Ես դրան լուրջ չեմ վերաբերվում։ Ժամկետ են տվել։ Իբր դենց մենք ենթադրենք, բայց ես դրա տակ հիմք չեմ տեսնում։ Չի լինելու Ադրբեջանի կողմից ռեալ պատերազմական գործողություն։ Եթե լինի, այդ կլինի պայմանավորված որոշակի հանգամանքներով, որ մենք ենք թույլ տվել։ Ձեր մասնագիտության շրջանակում հարց տամ ձեզ, առավել ևս խորագիտության եւ սիմվոլիկայի։ Երկրի առաջնորդը ասաց սեպտեմբերին աղետաբեր պատերազմ։ Մենք շատ լավ գիտենք, թե մուսուլմանական երկրներում ինչպես են վերաբերվում լուսնին եւ ամիսներին, առավել ևս։ Ու վերջին պատերազմները, որ մենք տեսանք, դրա կարելի է ասել վկայությունն է ու վերստին մատնանշվում է սեպտեմբեր։ Ինչու։ 2020 թվական սեպտեմբեր պատերազմ, 2022 թվական սեպտեմբեր պատերազմ, 2023 թվական սեպտեմբեր պատերազմ։ Կարելի է ասել վերջին 3 պատերազմները տեղի են ունեցել սեպտեմբերին։ Եվ հիմա վերստին մատնանշվում է սեպտեմբեր ամիսը։ Ինչ է սեպտեմբեր ամիսը։ Մեզ համար, պատերազմի համար եւ մուսուլմանական լուսնապաշտ երկրների համար։ Նայեք, sense ասեմ, գոյություն ունի տարածական էներգետիկա, որը ձևավորվում է մարդկանց էմոցիոնալ դաշտով։ Հիմա այդ մեր ենթագիտակցության մեջ ծեր ասած ամիսները, օրինակ եթե Ադրբեջան սկզբում հարձակվեր հոկտեմբերին, հոկտեմբերով կգնար։ Այսինքն կարար դենց լիներ։ Հիմա ասոցացվել է, որ սեպտեմբերը աղետաբերը ամիս է։ Մեր ենթագիտակցությունը այդ ֆիքսել է։ Հիմա դրանով ակտիվացվում է վախը։ Հասկացաք, տարածական վախը, որ մարդկանց մեջ տագնապը ավելի ուժեղանա։ Այսինքն այսօր Ալիևի հռետորաբանությունը հիմնված է վախ սերմանելու, քարոզելու վրա։ Այդ հիշեք։ Այսինքն պատերազմով իրականում մեզ չեն կարա վախեցնեն հայի ոգուն, հայի տեսակին։ Ռեալ չեն կարա, ես այդ գիտեմ։ Այսինքն եթե այս պահին էլ արճակատում իշքան է թվում է ուժերը անհավասար են, մենք հաստատ չենք պարտվի։ Եթե ռեալ լինի պատերազմ, եթե մենք ոչ թե մեզ չթողեն մենք մեր ռեսուրսները օգտագործենք, այլ լիարժեք կպնենք գործի, ես էլ եմ պատրաստ գնալու այդ պատերազմ, անկեղծ եմ ասում, ես գնալու եմ։ Ասկայն այդ պատերազմը, որ ասում են պատերազմ, իմ մոտ չասեմ ծիծաղ, բայց ոնց որ չեն կարա դրանով իրական հային, գիտակից հային վախեցնեն։ Առավել ևս քիչ առաջ ասացիք, որ Ալիևը պատերազմի չի գնա։ Չի գնա, ինքը պատրաստ չի, ոչ թե տարբեր ֆակտորներ կան։ Ես կարամ հստակ ասեմ, ինքը պատրաստ չի այս պարագայում, որովհետև հիմա զգում որպես էքստրասենս ու որպես պայծառատես, եկեք ձեր ունակությունները օգտագործելով սենց ասեմ, էլի Արեգ ջան, նայեք, ես զգուշացրել էի, որ դեռ էս Իրանի վրա հարձակումը չէր եղել, փետրվարի 26-ից մինչև մարտի 23-ը տարածաշրջանում լինելու է շատ լուրջ վտանգավոր իրավիճակ, պայթյունավտակ ու նաև ինձ տեսիլքներով որոշակի երազներով եկել էր։ Ու դա եղավ տարածաշրջանում, հիմա տեսնում ենք ինչ վիճակ է։ 26-ից հետո, մարտի 23-ից հետո, որ ասել էի,
էներգետիկան թուլացավ, այսինքն այդ վտանգը, որ կարար հասնել ընդཐུպ ավելի, չգիտեմ, կարող է ատոմայինի որոշակի բաների, որ տարածաշրջանը աղտոտվեր, չգիտեմ, կարող է ատոմակայան խփեն կամ չգիտեմ, ինչ որ բան լիներ, այդ ռիսկը հիմա անցել է, բայց ոնց որ մտնում ենք երկրորդ փուլ ռիսկային։ Այսինքն հիմա բոլորն էլ աշխարհը գիտի, որ Իրանը չի պարտվել։ Չեմ ասում հաղթել է, չէ՞։ Իր դիրքերով ինքը այսօր ավելի ոնց որ վիրավոր է, բայց չի հանձնվել, հարձակվում է։ Չէ՞։ Իմադրում է մեկ օրվա մեջ ամերիկյան երկու կապ չունի, այդ արդեն բան չունեմ ասել։ Ուզում եմ ասեմ, որ այստեղ շնչառությունը բացվել է, այսպես։ Բացվել է, այսինքն ինքը վիրավոր առյուծ է, որ այսօր ես ոչ իրանապաշտ եմ, ոչ ամերիկապաշտ եմ, ես սիրում եմ օբյեկտիվ նայել։ Իրականում օբյեկտիվ նայել։ Բայց իրենք այդտեղ հաշվի չէին առել Իրանի պոտենցիան, ու այդտեղ, այսինքն հիմա Ամերիկան վաղտե ուշ այս տարածաշրջանից գնալու է։ Այսինքն ինքը այստեղ երկար անելու բան չունի։ Ինքը եկել էր հեշտ ձևով ռեսուրսներ վերցներ, ոնց որ ամբողջ աշխարհում է, իր օրակարգը դենց, իրեն էլ կոնկրետ սուտ ոնց որ ոչ ճիշտ ինֆորմացիա են տվել, որ շատ հեշտ կլինի սենց, Իսրայելի թեթև ձեռամբ Ամերիկան չէ, Թրամփի իր հեղինակությունը գցավ ու Թրամփին սպասվում է նույնիսկ դատ։ Հիշեք։ Այսինքն ինքը կանգնելու է դատարանի առաջ, այդ երբ կլինի, ոնց կլինի, ինքը չի մարսելու այս ամեն ինչը։ Ինքը կանգնելու է, ինքը չի կարող խուսափել։ Անարդար պատերազմ է։ Միանշանակ անարտար է, որովհետև չարի ծրագիրն է, էսել եմ ասել։ Գիտակցված կամ անգիտակից չարի ծրագիրն են իրանք իրական, գիտակցված ոչ թե անգիտակից, բնականաբար։ Հիմա երկրորդ սցենարը սենց է, որ այսինքն ոնց որ ասում է, մտել են խաղ, պետք է խաղան, չէ՞, այսինքն ոնց որ ամոթը հետ գնալ, ոնց որ այսինքն ստեղ էլի վտանգը կա դեռ, բայց Իրանին չեն կարող բաժանեն։ Ու եթե երկրորդ ալիքը գնաց, որը այս բային հավանականությունը 60% մոտարապես շատ չի, բայց կեսից ավել է, այսպես ասած, իմ զգալով էլի, որը դեռ ռիսկային է։ Այսինքն այդտեղ ուզի-չուզի մեր թշնամի պետությունը պետք է տարած տրամադրի։ Ու Իրանը դա չի ներելու։ Այսինքն ես էլ եմ ասել, այսինքն թշնամի պետությունը, կոնկրետ Ադրբեջանը արեստացինը, ինքը պիտի պատժվի ոչ թե միայն մեր ձեռամբ, մերին հետո հերթը հասնի, որ մենք այդ անենք։ Գալու է օրը ես վստահ եմ, որովհետև ժամանակ է պետք։ Որքան լավատես եք։ Ոչ թե լավատես եմ, ես փորձում եմ իրատես լինել, էլի։ Լավատեսությունը տեղ կխանգարում է։ Չէ, գալիս է, որովհետև ապագայի ծրագրերի մեջ ստեղ ուժեղ ղեկավարի էներգիա է գալի ու ես զգում եմ անպայման։ Հայաստանում ուժեղ ղեկավար է գալու։ Անպայման, ես չգիտեմ ոնց է գալու, երբ է գալու, բայց իսկ կարող եք ասել որտեղից է գալու։ Գիտեք ոնց է, սենց ասեմ։ Ինքը նաև ակտիվ գործունեություն ունի դրսի հոսքը, որտեղ դրսից է գալու։ Կարող է դրսից ալիք է գալու, որը ուժ է տալու է ճիշտ թիմ ձևավորվել, ոչ թե մեկը գալիս է իր թիմին է բերելու։ Դուրս ասելով ինչ նկատի ունեք, Ամերիկա եւ Չեմ կարա դենց երկիր նշեմ, Բայց գիտեք։ Չէ, հստակ չգիտեմ կոնկրետ անձ չգիտեմ, բայց այդ էներգետիկայի, որ ստեղ ապագայում ձևավորվելու է իրական հայրենասեր դաշտ հայրենասիրական, որ հայրենասիրությունը ծաղկունք է ապրելու։ Այն ուժերը, որոնք դրսից եկել են, այդ ուժերի նկատի չունեք։ Չէ, այդքան չէ։ Չեմ զգում։ Այսինքն ներկայի ուժերի մեջ չեն, էլի, ոնց որ չէ, դենց չեմ զգում, անկեղծ չեմ։ Այսինքն եթե ասում եք, որ հզոր առաջնորդ է գալու Հայաստան, կարող է ստեղից էլ լինի, բայց դրսից էլ է պատժական կա, որ դրսից էլ է այդ ամեն ինչը։ Այսինքն եթե գալու է կամ այստեղ է, այսինքն դա ենթադրում է, որ իշխանափոխություն է լինելու։ Միանշանակ։ Այսինքն դուք կանխատեսում եք Հայաստանում իշխանափոխություն։ Այդ վաղտեուշ լինելու է։ Այսինքն եթե ընտրություններով նկատի ունեմ։ Ընտրություններով եթե չլինի, երկրորդ սրոկը չի անցնելու, չի ճիշտ գնալու։ Ոչ թե ճիշտ գնալու իր ժամկետին, երկրորդ 5 տարին չի լինելու, ոնց որ կա։ Պարոն Օքոյան, ընտրություններում ով է հաղթելու։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Չեք ստուգել։ Գիտեք ոնց է,
սենց ասեմ, եթե ուղղորդված չլինի, եթե ստուգել եմ, եթե ուղղորդված չլինի, սենց թողեն ամեն մեկը իր ազատ կամքով գնա, ներկայիս իշխանություն չի անցնել։ Այդ ոչ թե իմ ուզելով է, Դե ժողովրդավարական երկիր ենք, ինչ ժողովրդված։ չէ, ես ասում եմ, ես կոնկրետ հարցը տվել եմ, եթե ուղղորդված չլինի ներկայիս իշխանությունը շանս ունի, չունի, ռեալ չունի։ Իսկ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Հա, շատ։ Ահա որ շատ ժողովրդավարական։ Նայեք, սենց Հեգնակով եք ասում, հա։ Չգիտեմ, ով ոնց ուզում է հասկանա։ Ժողովրդավարական երկիր հասկացություն չկա այսօր ամբողջ աշխարհում, կա ուժի իշխանություն։ Վերջ։ Ինչը Հայաստանի մասին է։ Բոլոր երկրների մասին է, Ամերիկայից սկսած, Եվրոպայից սկսած։ Ուղղակի մնացածը թատրոն է։ Պարոն Ափոյան, եկեք կենտրոնանանք սեպտեմբերի վրա։ Չէ, նայեք, սենց մի կարևոր բան ասեմ, նայեք։ Սեպտեմբերով աղետաբեր պատերազմով ժողովրդից հայոց ազգս հայոց ահաբեկվում է։ Այստեղ ես ձեզ ուզում եմ կանգնեցնել, չէ, ուրիշ բան եմ ասում։ Նայեք, երբ որ դուք ասում եք անտած սեպտեմբեր, մարդիկ լսում են, չէ։ Ուզում եք ռեզոնանս եք տալի, չէ, ռեզոնանս եք տալի, ծրագիր է գրվում։ Եթե ես այս պայն ու ինպես շատերը գիտակցաբար ասում են, մենք կանխելու ենք մեր գիտակցությամբ, մեր էներգիայով, թեկուզ հանցավոր պլանկա է չի գործելու։ Մենք ստեղծելու ենք մեր իրականությունը։ Շատ լավ, մենք կանխելու ենք եւ ստեղծելու ենք մեր իրականությունը։ Ուղղակի այդ ամսվա վրա, անունը չեմ տալիս վերստին, այդ ամսվա վրա բևեռացումը ինչով է պայմանավորված։ Որովհետեւ վախի սերմանում, առաջի բանը կոնկրետ sense վախի սերմանում։ Գիտի կոնկրետ ինֆորմացիայի տիրապետում է, որ սեպտեմբերին պատերազմ է։ Չէ, կոնկրետ չի լինելու նման բան։ Կոնկրետ պատերազմ չի լինելու, ես հայտարարում եմ։ Կոնկրետ պատերազմ չի լինելու։ Վարչապետը ընտրվի, չընտրվի։ Կապ չունի, հա։ Ընտրվի կարող է ավելի հավանական լինի ընտրելը։ Եթե չընտրվի, вообще չի լինելու հավանականությունը։ Պատերազմը։ Հա։ Այսինքն պատերազմը կատեգորիկ բացառում եք։ Պատերազմը որպես որ ընդունենք 20 թվի պատերազմներ չի լինելու տենց։ Ռեալ չի լինելու։ Եթե չի լինելու, Հայաստանը ինչ ճանապարհի վրա է, ինչպիսի ընթացքի մեջ է, ուր է գնում այսպես։ Անորոշության։ Այսինքն, որովհետև մենք կորսում ենք մեր ոնց ասեմ ինքնիշխանության բոլոր ձեռքբերումները։ Ում ձեռքով։ Այդ էլ դուք հասկացեք, ում ձեռքով։ Այսինքն, պարզից պարզ այնտեղ պետք չի ինչ-որ բացատրություններ, էլի։ Ընտրությունների նախաշեմին լարվածությունների եւ վտանգավորության աստիճան բարձրանալու է։ Գիտեք ոնց է, սենց ասեմ։ Ներքաղաքական դաշտում։ Բնականաբար այո, բայց գիտեք ոնց է, հիմա եթե ես ստուգում եմ, նայեք ընտրությունների մասով այդքան լավ էներգետիկա չի գալի, այսինքն ոնց որ սենց շատ հարթ բնական չգնա, որովհետև դրսից անտատ սենց ազդակներ են գալի, որ շատ բաներ մնանույնը ոնց կա, այսինքն ազգը չարտնանա, որովհետև այսօր, եթե համեմատենք օրինակ մի 3 տարի առաջ, 5 տարի առաջ, ավելի գիտակից են մարդիկ, ավելի բարձր է, արտնացած բաներ կան, այդ ողջունելի է, բայց դեռ չկա այն մագնիտը ճիշտ, որը պետք է համախմբի այդ գիտակցությունը, չկա, դեռ ռեալ խաղացողների դաշտում չկա, բայց օրինակ զուտ եթե ես էներգետիկայով նայում եմ, այսինքն եթե կապ չունի, բերենք տնենք մի հատ sense գյուղացի տղա, աթոռին, պետության, ավելի ռիսկները քիչ կլինի, քան հիմա ինչը կա, որը շարունակաբար գնում է։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն ցանկացած փոփոխություն մեզ շնչելու տեղ կտա, որպիսի թշնամին մի հատ վերանայի, հասկանա իր մարտավարությունը փոխի, որովհետև ինքը մի հատ մարտավարություն է ընտրել, sense պոչը բռնել է, sense գնում է անընդհատ մեզնից խլելով։ Մենք կունենանք առիթ ապրելու դա այդ փոփոխությունը կունենանք։ Միանշանակ։ Այսինքն ուզում եք հստակ ասել, որ Հայաստանում իշխանապողություն է լինելու։ Նայեք, իշխանապողությունը ո՞րն է, այսինքն ազատ ընտրությունով մարդը, օրինակ, եթե ես դաշտը նայում եմ, էներգետիկայով ստուգում եմ, պայտակ տալիս է դժվար է այդ փոփոխությունը, որովհետև կան
ազդող ֆակտորներ, որ դե հեշտ չեն Իսկ հանձնում։ վերջնական փուլում չի տալիս այդ Վերջնականը անընդհատ տատանվում է, բայց հավանականությունը մեծացել է արդեն։ Հավանականությունը մեծ է փոփոխության։ Կոնկրետ ես ասում եմ։ Պարոն Ափյան, ուզում եմ նաև անդրադառնալ, եթե դեմ չեք վերջերս կատարված այն իրադարձության, ինչ տեղի ունեցավ եկեղեցում պատարագի ժամանակ։ Հուսով եմ այդ էներգետիկային դուք տիրապետում եք ու այդ իրադարձությանը, այդ կատարվածին ինչպիսի բնորոշում կտաք երկու եղբայրներ, մեկին բաց թողեցին գրավով, մյուսը հիվանդանոցում է, վերակենդանացման բաժանմունքում, ասում է, որ վիճակը բավականին ծանր է։ Նայեք, այդ խայտարակությունը ուրիշ բառով չեմ կարող ասեմ։ Խայտարակություն է, էլի, այսինքն իրականում այդտեղ հանցավոր բան մանգալ դժվար է։ Իրատեսական չի այստեղ։ Այդ ետասարդը ինչ որ ուժերի կողմից ուղղորդված է։ Չէ, միանշանակ ոչ։ Միանշանակ ոչ։ Ես անկեղծ ոչ վիդեոն եմ դες ուշադիր նայել, որ սենց հասկանամ, բայց զուտ զգում եմ, որ չէ անմեղ մարդ։ Որը կարող է ինչ-որ պայի էմոցիայի տակ ինչ-որ սխալ արես, չգիտեմ, բայց հանցագործ կամ հանցակազմ կամ հանցանք չկա տեղի ենթատեքստում։ Այսինքն վտանգ չկա, սենց ասեմ։ Այդ էլ թող մնացածը ամեն մեկի իր խղճի մտոք դատի, որովհետև մենք ինչ էլ դատենք, ինչքան էլ դատենք, դատավորը վերևն է։ Ու իրականում, սենց ասեմ, նայեք, այս կյանք ենքան կարճ է, որ օրինակ սենց բան կա, խի մարդուն տրվում հարստություն կամ իշխանություն։ Տրվում է ծանր կարմայով մարդկանց, որպեսզի այդ միջոցով իրան կարողանան արագ մաքրվել։ Օրինակ, եթե մեկին տրվում է հեշտ հարստություն, կապ չունի մարդը բարի է, թե չար, ընդհանրաբար ոչ շատ բարիներին է տրվում։ Ծանր կարմայով, ծանր ճակատագրով մարդկանց է տրվում կամ ծանր որոշակի էներգիայով, որ իրենք կարողանան տեղից ի սրտե մարդկանց տալ կամ հանրությանը օգնել, որ իրանց կարման թեթևանա, մաքրվի։ Հասկանա՞մ, ոնց որ Քրիստոսը ոնց էր ասում, որ այն երկու լումա տվողը ավելի շատ օգուտ տվեց, քան այն 10 ոսկին, որովհետև ինքը զոհաբերեց իր 0.1%-ը, 10-ը, այն էլ իր վերջին։ Իր ունեցածից տվեց, նա իր վերջինը տվեց, ունեցածը տվեց։ Հիմա, այսինքն, երբ որ մարդուն տրվում է որոշակի իշխանություն, հնարավորություն, ֆինանս, այդ վերևից ստուգում են, ասում են, տեսնենք, մենք տվել ենք, շատ ես ուզել, ձգտել ես, ես արժանացրել եմ, տեսնում եմ, դու ոնց ես վերաբերվում, եթե դու չգնահատեցիր, վերցնում ենք, իսկ sense մի բան կա, տիեզերական օրենքի մեջ փուլեր կան, 7 տարի, 12 տարի, 3 տարի, հիմա այս 7 տարին է, որ փուլ է, շանս է, որ մարդուն տրվում է, եթե ինքը չի կարողանում, զորով ինքը մնաց բերելու է աղետ։ Այստեղ արդեն իմ ու քո չկա, այստեղ ազգին է վերաբերվում։ Այդ փուլը անցնում է։ Հավանաբար իր ասացի մեջ կա ճշմարտություն աղետաբեր պատերազմի։ Հա, եթե, այսինքն ինքը մնա որպես այդպիսին, քաղաքացիական էլ կարա լինի։ Կավարկած նաև ասվում է, որ եթե ինքը չանցնի, լինելու է պատերազմ իր ասածներով ու նաև կա նաև տեսակետ, որ ինքը չի անցնելու, դրա համար ինքը միանգամից անոնսում է պատերազմի մասին, այդպես է։ Նայեք, ես չեմ ուզում բան անեմ, ես զուտ ստուգել եմ, հասկացել եմ, որ ռեալ պատերազմ պլանավորված չի։ Այդ մանիպուլյացիոն, հարձակվողական, քանի մենք թույլ ենք տալի, այսինքն եթե զինվորին չեն թողում կրակ բացի, կոպիտ ասած, այն գիտի, որ եկան առաջ չեն սպանվելու, չէ՞։ Հա գալու են առաջ։ Այդ գյուղացիք բողոքում են, ասում են, թե եկել մեր արոտավայրերում նստել են, իմ անասունները չեմ կարող արածացնեմ։ Հա գալու են առաջ։ Մեր որ Սևանի ափին տեսնեք, չզարմանաք։ Ադրբեջանցիներին, հա։ Մի անուն ադրբեջանցի կլինի, թե պակիստանցի կլինի, թե եսիմով կլինի, թշնամի, ասենց ասեմ։ Նայեք, ես իմ կյանքում, իմ գործունեության մեջ, իմ տեսակով ամենաշատ խաղաղարարն եմ, իմ հոգու մեջ։ Ես ահավոր համբերատար ու ներողամիտ եմ։ Բայց եթե ես տեսնում եմ ընդեղի պլանը, օրինակ, եթե մեր առաջ լիներ ուրիշ պետություն, որի հետ գնայինք խաղաղության, թեկուզ որոշակի կորուստով։ Ես կհասկանայի, որ հա, զիջեցինք գոնե զինվորներ չմահանան, ինչ կա այդ պահենք, հասկանա էլի որոշ, բայց եթե գիտես, որ ընդեղի պլանը էդ էլ է գալու, էդ էլ է քո ձեռից առնելու այդ
Հասկացաք, այսինքն այն պլանը տեսնելով, որ ինչ հանցագործ պլան է գծվում մեր հանդեպ, ու այդ արվելու է, արդեն կոպիտ ասած դու պետք է էշ լինես, որ չմբոստանաս, ելնես ասես հոպ, մի րոպե կանգնի։ Էլ ինչ անի Ադրբեջանը, շատ հստակ, բաց ու բարձրաձայնորեն ասում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է, սուվերեն պետության մասով կոնկրետ հանցագործական միջազգային կարգի հանցագործություն է, հանցագործություն հաղորդում է տալիս։ Հա, մենք տեղում չենք։ Էլ ինչ ասի Ադրբեջանը։ Նայեք, սենց մի բան ասում է սելը ճեռալ տեղը սելը որն է ճեռում, չէ՞։ Նայեք, եթե այն որ ասում է Պարսիկի գլուխը մի քիչ խաղաղվի, եթե ինքը արխիվները ուզենա բացի, չէ՞, Ատրպատականը, այսօրվա Ադրբեջանը, փաստացի միջազգային արբիտրաժով կարա Իրանն անի։ Հասկացաք, չէ՞։ Հիմա Ալիևը խի է խառնվել իրար։ Սիրաշահում է Փեզեշքյանին։ Չի սիրաշահում, դի սիրաշահ է, որտեղ վախից է սիրաշահում, որ գիտի, որ երբ որ կատաղեցրեց, այսինքն կիսելու են սենց։ Ադրբեջանը։ Միանշանակ, այսինքն որտեղ ինքը չունի պատմական, այն որ ասում են բանի վկայական կադաստրի։ Ադրբեջանը չունի կադաստրի վկայական։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, թող բերեն ցույց տան, պաշտոնական Հայաստանը ունի կադաստրի վկայական։ Հասկացաք։ Այսինքն արևմտյան Հայաստանն էլ հետ է։ Որտեղ Էրդողանն էլ էր այդ ասում, որ ասում էր, եթե դուք բերեք թղթերը ձեր պապերը, որ ապրել են այդ տանը, այդ բանում, ես նույնիսկ գումար տրամադրեմ, ձեր տունը վերականգնեք, եկեք ապրեք։ Ինքն տունել է, չէ՞։ Հա՞։ Այո։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ ինքն տունում է, որ այդ մեր տարածքն է։ Հիմա այդ մասին խոսել է մի քիչ։ Ասում է, որ մենք կադաստրի վկայական չունենք Հայաստանում, ամբողջ արևմտյան Հայաստանի տների հանդեպ համար ունենք կադաստրի վկայականներ, վառապացույցը մեր տատերը, պապերը։ Չէ, նայեք, Արեկ sense մի բան ասեմ, էլի, Արեկ ջան։ Նայեք, մարդիկ շուտ են ընկնում վատ մտքերի հետևից։ Դրա համար ես աշխատում եմ շատ լրատվականների մեջ չլնել, որ այդ վատ ինֆորմացիան չլիներ ասեմ, իսկ մարդիկ առավոտ եկուն կլամբած են դրա մեջ ու արդեն վախ է ձևավորվում ավտոմատ։ Այսինքն նայեք, գոյություն ունի տարածական էներգիա, որը աշխատում է շատ ուժեղ։ Անկեղծ եմ ասում, կարելի է ընդամենը մի փոքրիկ խմբով ճիշտ էներգետիկ կենտրոնացված մարդկանցով, պարտադիր չէ մեծ հնարությունների տեր, գերբնական, ճիշտ էներգիան ուղղորդել ցանկացած հարց լուծելու համար։ Ես փոքր պրակտիկաներ արել եմ։ Բա ի՞նչն է մեզ խանգարում, որ չենք անում։ Ճիշտ համախմբում, ճիշտ գիտակցումը, որ ճիշտ նշանակություն տալը դրա։ Չեք կարողանում դու ճիշտ նշանակությունով համախմբում տալ։ Որոշակի ժամանակ եղել է, բայց հիմա չկա։ Անկեղծ չկա։ Մտքեր կան։ Ես փորձում եմ մենակով անել, բայց մենակով շատ բավարար չի, որովհետև մի էներգիան пассив է, 7 էներգիան 7 անգամ 7 կամ ավելի բարձր։ Այսինքն կարելի է փոքր խմբով ոչ թե թշնամուն sense ոչնչացնել, չէ, այլ այս ամեն ինչը նպաստում է, որ ռեզոնանս տա մարդկանց միջից առաջինը պետք է հանվի ատելությունը։ Եթե մենք հիմա հասարակության մեջ այս ընտրությունների նախընտրական բան է տեսնելու ես իրար ոնց ասա թշնամուց բետար են վերաբերվելու։ Հասկացաք, մեկը նրան է պաշտպանում, մեկը նրան, իրար դեմ հանես, իրար կուտեն։ Այդ եմ ցավը։ Հնարավոր է քաղաքացիական պատերազմ։ Չէ, չէ, մինչև այս հաստատ հնարավոր չի։ Չէ, այդ բացառում ենք։ Ընտրության նախաշեմին նկատի ունեմ։ Չէ, քաղաքացիական պատերազմ չի լինելու։ Հասկանա՞ք, այսինքն մեր միջից տգիտությունը պետք է հանենք, արմատախիլ անենք, որը ասենց արմատներ է բանալ է։ Վախը ամենակարևորը։ Որ շատերը վայ եթե sense չանեմ ինձ պաշտոնից կզրկեն գործ, այդ վախը, այդ էգոիզմի մեզ տարավ կործանման։ Ու շատերը անգամ հասկանում են, բայց կարծում են, որ լիարժեքորեն չեն էլ գիտակցում դրա վտանգը։ Այսինքն այսօրվա իր այսքան պապանելը, հետո այսքան կորուստ է։ Իր մաշկի վրա զգալու։ Այդ հստակ ասում եմ, որովհետև դեռ
մեզ փորձություններ սպասվելու են անկախ ամեն ինչից։ Մենք դեռ էներգետիկ առումով շատ պաշտպանված չենք։ Այսօր որ մենք կանք, ես բազմիցս տարբեր հարթակներում ասել եմ, դա Աստծո ողորմությունն է, որ մենք հիմա կանք։ Այդ ոչ մեր խելքից է, մեկ էլ մեր հերոս տղեկի։ Նայեք, sense մի հատ շատ էլի էզոտերիկ բան ասեմ։ Այն տղեկը, ովքեր որ պատերազմում զոհվեցին, պատերազմի ելքը չտեսնելով, չէ՞։ Իրանք հաղթած գնացին, հաղթած են գնացել։ Իրանք հաղթել են։ Իրանց գիտակցության մեջ, իրանց ոգու մեջ, իրանք հաղթած են։ Ու իրականում այսօր ովքեր որ կան, այդ կրված տղեկը, վիրավորները, իրանք իրականում գիտեն, որ իրանք հաղթել են։ Իրանց հոգու մեջ, իրանց պարտքը տվել են ու հաղթել են, հա, կորուստներ ունեցել են զոհեր, տարածքների կորուստները, բայց էներգետիկ առումով, եթե ես նայում եմ, մենք այդքան պարտված չենք, քան իրանք։ Ուղղակի որոշակի ցուցադրական բաներով, որոշակի բաներով, այսօր իրանք ավելի առավել են ու եթե հաղթած էին իրանք, եթե հաղթած էին, օրինակ ընդունենք, չէ՞, այսօր այնտեղ պիտի կոպիտ ասած օրինակ Ստեփանակերտում, Շուշիում շատ տեղեր ազատ կյանք լիներ, չէ՞։ Իրանց հողներ իբր, իրանց վաղեմի երազանքներ, բախի է կարանտինի տակ, այնտեղի ապրողները բողոքում են, որ իսկի չեն կարող ազատ խանութ գնանք կանք։ Հսկվում ենք։ Բա ինչի համար։ Այսինքն իրենք չեն վայելելու այդ, ես կարամ հստակ ասեմ։ Այդ իրենք շատ լավ գիտեն, հա, այնտեղ ենթակառուցվածքներ են սարքում, հայկական հետն են ոչնչացնում այդ ցավալին։ Հայկականը պղծում են, բայց չեն կարողանալու այդ կոկորտներին է կանգնելու։ Հա, դեռ մարսում են կմարսեն, մի քանի տարի էլ կմարսեն։ Ես ռեալ ասում եմ, էլի, ուղղակի մենք ճիշտ տեղում չենք։ Մենք ճիշտ տեղում չենք։ Մենք ճիշտ տեղում չենք, իսկ կգա օրը, որ կլինենք։ Տեսնում եք դա։ Առանց եթեների։ Տեսնում եք։ Էներգետիկայով հա, բայց ժամկետ չի տալի։ Այդտեղ ավելի շատ ոնց որ գիտեք ոնց է, սենց ասեմ։ Ոնց որ սեղանին ես դրված է, տեսնում եմ, բայց ջանք է պետք որ այդ վերցնես։ Ես տեսնում եմ այդ օրը։ Տեսնում եմ, ռեալ տեսնում եմ, այդ շանսը տեսնում եմ։ Ու դեն շանսեր բաց ենք թողել, ասեմ իմանանք։ Ռեալ բաց ենք թողել, բայց էլի է տրվելու շանսեր, որ տեսնենք այդ օրը։ Հիմա ձերքը կմեկնենք միասնական, ձերքը կմեկնենք, կտիրապետենք, այդ մեզնից է կախված արդեն տեղ ոչ Աստված է մեղավոր, ոչ չարը։ Բայց այդ շանսը տրվելու է։ Այդպես մոտ ապագա չի, բայց շատ հեռու ապագա էլ չի։ Ամեն դեպքում հնարավորություն ընձեռելու է մեզ, մնում է մենք ձեռքը մեկնենք թե ոչ։ Այս բռունցքի սկզբունքը ճիշտ օգտագործենք, որովհետև այսօր մենք մի ազգ ենք, չէ՞, մի գեն ենք, մի արյուն ենք, սփյուռքը, Արցախահայությունը, մենք, չէ՞, որ տեղանկային sense տարբեր, բայց ամեն թշնամին մտել է, մենք իրար հետ խնդիր չունենք առհասարակ։ Որտեղ մատները իրար հետ խնդիր չունեն, մեկը կարճ է, մեկը երկար է, մեկը տարբեր ֆունկցիաներ կա։ Sense թշնամին մտել է, ասում է, չէ, դու սրա հետ խնդիր ունես, էս էր մեղավոր, էս էր դավաճան, հասկանաք, մի հատ այդ կոնցեպտները թողնենք, այդ խառնակիչները, որտեղ այդ արհեստական է։ Հասկացաք, այդ արհեստականությունը պետք է թողենք, այս բռունցքը երբ միացավ, վերջ։ Շնորհակալություն, պարոն Ափոյան։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ եկաք ձեր մտահոգությունները ներկայացրեցիք, կանխատեսումները ներկայացրեցիք եւ ստեղծված իրավիճակի պատկերը փորձեցիք ել ավելի պատկերավոր ներկայացնել։ Նայեք, իրականում պետք է օբյեկտիվ նայել, որովհետեւ մենք սիրում ենք sense անընդհատ տարբեր ինֆորմացիաներ համադրելով, դե մարդը կարող է մենակ այդ տեսանելի ինֆորմացիաները, բայց ոչ տեսանելին է ղեկավարում մարդկանց, աշխարհը, չգիտեմ, երևույթներին։ Հասկանա՞ք, էներգիան չես տեսնում, բայց ինքը կա, ինքն է ղեկավարում։ Հիմա Հայաստանի վրա կուտակված սև ծանր էներգիա է գալիս ու ռիսկային։ Պարտադիր պատերազմ լինի, ներսից է խնդիրը։ Ասում խնդրում ներսից է փտած։ Այսինքն եթե մենք կարողացանք ներսը կարգավորենք, բերենք բալանսավորման,
որ ներկա նախքին չխաղանք, սև ու սպիտակի ներսը նայենք, ասենք հայ ես, ինչ լավ է, շնորհակալ եմ, որ դու հայ ես։ Ես քո եղբայրն եմ, դու իմ քույրն ես։ Հայ ենք, զգանք այդ միավորման էներգիան ձևավորվեց, անկեղծ եմ ասում, նենց վալնա է գնալու, որ մեր հետ հաշվի են նստել, բայց այսօր մեզ չեն հարգում, որպես միավոր սուվերեն, չեն հարգում։ Դրա համար մեր հետ ոնց ուզում վերաբերվում են։ Հիմա մեր ամեն մեկիս արժանապատվությունն է, չթողենք մեզ տրորեն։ Այդտեղ կապ չունի անձը, այնտեղ Նիկոլն է, Սերժն է, Քոչարյանը, չգիտեմ, անձերը իմ համար երկրորդական գործիքներ են։ Այստեղ եթե ժողովուրդը որոշեց, որ ինքը ուզում է միավորվի անկեղծ, չդավաճանվի, չծախվի, չգիտեմ, սրա թևին չպաշտպանի, արտարության ետևից գնա։ Օրինակ, եթե ժողովուրդը իր խղճով գնա, իր խղճով ոչ մեկ չուղղորդի իրան, ինֆորմացիայով, քարոզարշավով գնա ընտրի, ում ընտրի ավելի լավ կլինի, քան ուղղորդված լինի։ Վերջ, ուղղորդված լինի, եղավ մենք էլի մի քանի տարի ընկնելու ենք փոսը։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ։ Բարի։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս պայծառատես Կարեն Ափոյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։